Ողջույն բոլորին, բարի գալուստ հայկական խոհանոց, բարեկամներ այսօր միասին պատրաստում ենք դդմիկով, սմբուկով և ընկույզով շատ համեղ օրիգինալ աղցան։ Նրանք, ովքեր ճաշակում են այս աղցանը չիմանալով բաղադրությունը, միաբերան ասում են, որ այս աղցանը նաև սունկ է պարունակում, սակայն դա այդպես չէ։ Դդմիկով և սմբուկով այս աղցանը պատրաստվում է շատ արագ, ստացվում է չափազանց համեղ, իսկ բոլոր բաղադրիչները պարզ և հասանելի են։ Բարեկամներ, նախքան բաղադրատոմսին անցնելը չենք մոռանում հավանել տեսանյութը։ Ինձանից համեղ բաղադրատոմսեր, իսկ ձեզանից ընդամենը 1 լայք։ Աղցանը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 2 միջին չափի դդմիկ, 1 սմբուկ, սամիտ, համեմ, մի քանի ատամիկ սխտոր, կարմիր և սև պղպեղներ, աղ, խմելի սունելի, 100 գրամ ընկույզ և մայոնեզ։ 2 դդմիկը և 1 սմբուկը գաթակտրելու համար նախատեսված զիգզագաձև դանակով այսպես բաժանում ենք ձողիկների։ Եթե ձեռքի տակ նման դանակ չունեք, ապա բանջարեղենը կարող եք կտրել սովորական դանակով, սակայն այսպես աղցանը ունենում է գեղեցիկ մի փոքր տոնական տեսք։ Դդմիկը և սմբուկը ոչ թե տապակելու ենք առատ ձեթի մեջ, այլ պետք է դնենք ջեռոցը, ինչի արդյունքում բանջարեղենը դրսից ստացվում է խրխրթան, իսկ ներսից փափուկ և լավ եփված։ Դդմիկի և սմբուկի վրա ավելացնում ենք կես թեյի գթալ խմելի սունելի, կես թեյի գթալ կարմիր քաղցր պղպեղ և 3 ճաշի գթալ ցանկացած տեսակի ձեթ։ Այս ամենը մի լավ խառնում ենք, որպեսզի համեմունքները համաչափ տարածվեն։ Համեղ դդմիկով աղցան պատրաստելու համար շատ կարևոր է, որ այս փուլում բանջարեղենի վրա աղ և սև պղպեղ չավելացնենք։ Աղ ավելացնելու դեպքում դդմիկը բավականաչափ հյութ կարձակի, և ջեռոցում եփելուց հետո կտորները կստացվեն ջրազրկված և չոր։ Իսկ սև պղպեղ ավելացնելու դեպքում բանջարեղենը կփոխի իր գույնը։ Ջեռոցի տապակի վրա փռում ենք յուղաթուղթ, լցնում ենք համեմված բանջարեղենը և համաչափ տարածում ենք, տեղափոխում ենք ջեռոց։ Ջեռոցի ջերմաստիճանը պետք է լինի 180 աստիճան, եփում ենք 8-ից 10 րոպե։ Այդ ընթացքում մանր կտրատում ենք մի փոքր փունջ համեմ և սամիտ, 100 գրամ ընկույզ և 3-ից 4 ատամիկ սխտոր և այս ամենը իրար ենք խառնում։ Բարեկամներ, ինչպես տեսնում եք, այս աղցանը կարելի է պատրաստել 10-ից 15 րոպեի ընթացքում։ 10 րոպե անց սմբուկը և դդմիկը արդեն իսկ պատրաստ են։ Տեսեք, դդմիկի և սմբուկի կտորները ինչ լավ են կարմրել, դրսից ստացվում են խրխրթան, իսկ ներսից լավ եփված և փափուկ։ Նույն արդյունքը չենք ստանա, եթե բանջարեղենը նախապես համեմենք աղով։ Մատուցվող ափսեի մեջ դնում ենք 1 շերտ տապակած բանջարեղեն, վրան ավելացնում ենք աղ և սև պղպեղ ըստ ճաշակի, այնուհետև կանաչի, ընկույզ և սխտոր, վրան ավելացնում ենք մի փոքր մայոնեզ։ Այսպես շերտ-շերտ բաղադրիչներ ավելացնելով հավաքում ենք մեր աղցանը։ Իհարկե կարելի է բոլոր բաղադրիչները անմիջապես խառնել և մատուցել, սակայն այսպես աղցանը ունենում է նաև գեղեցիկ տեսք։ Բարեկամներ, եթե սիրում եք դդմիկ և սմբուկ, ապա փորձեք պատրաստել այս աղցանը, ստացվում է շատ համեղ, տարբերվող և օրիգինալ աղցան։ Եվ իհարկե մեկնաբանությունների բաժնում չմոռանաք կիսվել ձեր կարծիքներով, դա ինձ համար շատ կարևոր է։ Այսօր էլ այսպիսի դդմիկով և սմբուկով պատրաստվող աղցանի համեղ բաղադրատոմս։ Դուք էլ պատրաստեք այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք առողջ։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։